Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այժմ ինչպես արդեն տեսնում եք, ես հյուրընկալվել եմ, այսինքն իմ հետևորդուհու խնդրանքով հյուրընկալվել եմ նրա բնակարանում։ Վերջինիս բնակարանը գտնվում է Ստեփանավան քաղաքի Ռաֆի փողոցում։ Հիմա նպատակահարմար չեմ գտնում բնակարանի ստույգ հասցեն նշել, սահմանափակվենք այսքանով։ Ուրեմն իմ զրուցակիցն է Անահիտ Սարգսյանը, ով հանդիսանում է իմ YouTube-յան ալիքի հետևորդուհիներից, վերջինս ինձ դիմել է մի խնդրանքով, խնդրել է բարձրաձայնել իր խնդիրների մասին։ Նախքան եթերը Անահիտ Սարգսյանը մեր նախնական զրույցի ժամանակ ինձ տեղեկացրեց, որ այս բնակարանը իրեն հատկացվել է պետության կողմից, ինքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից է, գաղթած, այսպես ասած, եւ ունի մի շարք կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը կախված է պետությունից, մասնավորապես վնասված է շենքի տանիքը եւ անձրևների ժամանակ այսինքն խոնավ միջավայր է ստեղծվում բնակարանում, որը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների։ Վերջինս մեր նախնական զրույցի ժամանակ ինձ հավաստիացրեց, որ ինքը այս հարցով դիմել է Ստեփանավանի համայնքապետարանին շենքի տանիքը վերանորոգելու խնդրանքով, սակայն իրեն մերժել է։ Այսինքն մենք հիմա ես նպատակահարմար եմ գտնում այս աղջկա կողմից բարձրացված խնդիրները իմ YouTube-յան ալիքով բարձրաձայնել եւ ակնկալում եմ, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն այս աղջկա կողմից բարձրացված ողջամիտ խնդիրներին եւ ակնկալում եմ, որ պատկան իրավասու մարմինների կողմից կտրվեն ողջամիտ լուծումներ։ Այժմ ես խոսքը փոխանցեմ իմ զրուցակցին Անահիտ Սարգսյանին, վերջինս ել ավելի հանգամանորեն կներկայացնի իր կենցաղային հիմնախնդիրների մասին, որից հետո մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք, այսինքն կցուցադրենք բնակարանում առկա այդ խունացած պատերը, որոնք որ նպաստում են խոնավությանը, այսինքն այն ինչ որ հիմա մենք կբարձրաձայնենք, այդ ամեն ինչը փաստարկված կերպով կցուցադրենք նաև այս եթերում։ Այժմ խոսքը փոխանցում եմ իմ զրուցակից Անահիտ Սարգսյանին։ Խնդրեմ, ինչ ունեք ասելու ձեր խնդիրների հետ կապված։ Բարձր խոսեք, բարձր։ Հիմա եթերում եք, բարձր, ինչքան հնարավոր բարձր խոսեք, ներկայացրեք ձեր խնդիրը։ Տունը ձեռք ենք բերել սերտիֆիկատով գնված, Յունիբանկն է գործարքը կատարել։ Բարձր խոսեք, բարձր։ Տունը երկու անգամ եմ եկել նայել եմ ու գնացել, վարձով մնացողներ կային այս տանը, իրանք որ գնացին, հիմա ոնց որ այս անձրևների պատճառով ավելի է տունը ջուրակաթն, պատերը խոնավատ, դաժե բոբորսնել է։ Կրիշը ես իմ ուժերով փոխել եմ, վարպետներ են բերել, նրանք գումար հատկացրել եմ, իրանք են սարքել, բայց ինչպես տենում ենք, կտենան նկարների մեջ, որ այդ խնդիրը մինչև վերջ չի լուծվել։ Ես դիմել եմ, գնացել եմ մի քանի օր առաջ քաղաքապետարան, իրանց բնակ բաժին, որ քաղաքի Ստեփանավանի բնակ բաժին, ունդեղ ասվում ես ինչ խնդիրով, որ ովքեր են ազբաղվում այդ հարցով, ոչ մեկը ասենք այդտեղ տեղյակ չէր, որ մեկը մեկի վրա ակցն, պահակագետից ասում են, չգիտենք տես բան ստեղ չկա, մի հատ են մի դուրը հարցրեք, մի հատ են մեկ, մտել եմ 3 կին են նստած աշխատողները, հարցը տալիս եմ ասում եմ, կրիշը սարքել եմ ես իմ ուժերը, բայց էլի այդ խնդիրը կա, ասում եմ մենք չենք, դա ձեր սեփականությունն է, բայց դա սեփականություն էլ չի, որովհետև այս տունը դա հիմա այս պահին պետությանն է պատկանում, Ընդեղից մի տղա մոտենում, բա ասում է, այդ հարցով չգիտեմ, անունազգանուն է տալիս, որ ինքն այդ հարցերով զբաղվում, հասց այն վերցնում հեռախոսի համար, որ կզանգել, բայց մինչև այսօր ոչ զանգել է, ոչ էլ, դաժե ես ասել եմ, կարող եք գաք տունը նայել այդ խնդիրների պատճառը։ Այսինքն Ստեփանավանի համայնքապետարանից են ձեզնից հեռախոսահամար վերցրել ու չեն էլ արձագանքել։ Խտի վրա գրեցին հասցա հեռախոսի համար,
ու մինչև այսօր ոչ մի զանգ։ Հիշում եք դա երբ ա եղել ու կոնկրետ ով ա այդ ձեր տվյալները Հինգշաբթի օրն է եղել։ Որ հինգշաբթի Անցած շաբաթվա հինգշաբթի օր։ Այսինքն 2025 թվականի մայիս ամսվա ընթացքում։ Հիշում եք ով ա եղել այդ պաշտոնատար անձը, ով որ գրել ա ձեր հեռախոսահամարը ու ասել ա որ կգամ այցել եմ քննի կծանոթանամ ու չի եկել։ Իրանց քաղաքապետարանը ոչ մեկի հետ չեմ ճանաչում։ Հետո ասեցին, որ իմեն կփոխանցեք այդ համարն ու հեռախոս համար հասցեն իրան կզանգեն, բայց ինչպես տեսնում եք չեն զանգել։ Ու անհետացել այդ զանգահարողն էլ ոչ կա։ Ու ես ասեցի, որ մտածեցի, եթե չեն զանգի, նոր կզանգեմ թեժգից, Երևան։ Հետո զանգել եք։ Դե չեմ զանգել, որովհետև աշխատանք եմ միշտ ժամը 7-ից այն ժամին գալիս, ասենք հարմար չէ հեռախոսազանգին կամ զանգեմ կամ պատասխանեմ։ Հիմա որպես ել ավելի հստակեցնենք, կխնդրեի ել ավելի հստակեցնեք, որն է ձեր խնդիրը կոնկրետ։ Դուք ինչ եք ակնկալում պետությունից, մասնավորապես Ստեփանավանի համայնքապետարանից։ Այսինքն ձեր ակնկալիքը ինչ է, որ Ստեփանավանի համայնքապետարանը կոնկրետ ինչ անի ձեզ համար։ Թողա տանիքը բերանորոգի այդ մնացածը, մանրուքները կամ ժեշտը հատկացնի, ես բան որ կբերեմ, իրանք ձեր միջոցներով պատրաստեք, դուք բան որ բերեք, այդ խնդիրը բերանորոգեք, եթե ձեզ տրամադրեն, բան որ են բերել էլի տրամադրեն, ինչ ասեցիք, այդ ժեշտ, թիթեղներ այսինքն։ Ես վարպետ կբերեմ, կամ բարեկամները մեծ ձերի գործերանով, կրիշնել այդ որ փոխել ենք, էտել եմ ծանոթ եմ կանչել բարեկամներին, բայց գումար իհարկե տվել եմ։ Այսինքն դուք ընդհանրապես թիթեղ եք հիմա ուզում, ժեշտը ձեր ասած, որ կրիշից հատկացնեն ձեզ, պետությունը կամ համայնքապետարանը հատկացնի ձեզ, դուք ձեր միջոցներով բերեք բան, որ այդ խնդիրը վերացնեք։ Հա, դե իրանք որ չեն անում։ Բայց իրանց պարտականությունն է։ Իրանց պարտականությունն է, որովհետև ես ուտեղ ասեցի մի հատ էս հասցեով տան համար նայեք կամպյուտերում ինչ-որ պահանջ կա, նայեցին, բա ԲՇՏ-ի համար 23,010 դրամ հավաքվել է։ Այդ ԲՇՏ-ն ինչ է։ Հենց էս բանի համար, որքան ինկլիշ տանի, դուրը կոտրի, պայձեզդի եւ այլը դրա համար են վճարում։ Ամսական 1110 դրամ։ Դա համատիրության վճարումն է, միգուցե։ Համայնքապետարանում եք վճարում, հա, երևի համատիրության վճարում։ Դա այսինքն դա ոչ միայն դուք եք վճարում, այլև շենքի մյուս բնակիչներն էլ են վճարում։ Հա, բոլորը Հայաստանում որպեսզի համայնքապետարանը շենքի հետ կապված խնդիրներին լուծում տա։ Մեկ էլ ընդեղ ասեց մետր քառակուսին մուծվում է այս մայիս ամսի դրությամբ 4000 չգիտեմ քանի կոպեկներ է։ Դե դա հետաքրքիր է, բացի ձեզնից շենքի բնակիչներից որևէ մեկը ինչի՞ է նույն խնդիրները չի բարձրաձայնում։ Նույն խնդիրը դեմից է բարձրաձայնել։ Ուղղակի ես չգիտեմ։ Ձայն բարբառով հանապատի, այսինքն նշանակում է անուշադրություն։ Կարող է մեկը մեկին ծանոթ ցեն չեն հանում։ Ով է ում ծանոթ։ Եսի։ Քաղաքը, համայնքապետարանը։ Այսինքն բացի ձեզնից, նաև շենքի բնակիչները նույնպես բարձրաձայնել են։ Ում են բարձրաձայնել, էլի Ստեփանավանի համայնքապետարանին են բարձրաձայնել, թե միգուցե մարզպետարանն են բարձրաձայնել։ Այդ չեմ կարող ասել։ Բայց որտեղից գիտեք, որ շենքի բնակիչներն են բարձրաձայնել։ Չէ, ես ասում եմ իմ նախկինը, որ ստեղ Վարչով մնացողներ կային, ես Վանաձոր Վարչով էի մնում, ընդեղ եմ աշխատում։ Կրիշը, որ առել ենք ու տեծելի ջուրը մտնում էր, իմ կիսուրանք են գնացել համայնքապետարան, որ տունը առել ենք ու սենց խնդիր կա, Ստեփանավանի համայնքապետարան։ Իրանք ընդեղից ասել են, որ մենք ցուցակներով ենք, կրիշները տենց փոխելով գալի։ Բայց այս ահա 23 թվից է։ Ինչ ցուցակների մասին ասում։ Ես չգիտեմ, իրանք են ընդեղից ասել։ Միգուցե հերթագրված է, ես տենց եմ ենթադրում։ Հա, որ հերթի մեջ էլի մարդիկ կան, որ հերթի մեջ, բայց որ ստենում են, գնում ենք այդ գործերը անելու, միգուցե դա այն նկատվում։ Որ ստենում են կողքի շենքերի տանիքները փոխված են։ Որ շենքերի տանիքներն են փոխված։ Կողքի։
Բայց համայնքապետարանն է փոխել, թե բնակիչներն են իրաց միջոցներով փոխել։ Ինձ թվում է համայնքապետարանը։ Դաժե բազեզի դուրնելա ավիրված, Ոչ մեխով չգիտեմ ինչով սարկած։ Նույնիսկ վախվորած մտավ, միգուցե գլխից չընկներ այդ կիսախարխուլ վիճակում գտնվող դուռը։ Այդտեղից էլ ենք զուշանա։ Էլ ինչ խնդիրներ ունեք, բացի տանիքը։ Բնակարանային, այսինքն այն ինչ որ պետությունն է պարտավոր այդ խնդիրներին լուծում տա։ Կոնկրետ այդ խնդիրների մասին դուք բացատրեք։ Ասենք գազը։ Գազի համար։ Ես այս տունը որ առել եմ, գազի այդ սարքը չի եղել։ Սիգնալիզացիան չի։ Ազդանշանային համակարգ։ Ես դիմել եմ գազի տեսուչին, որ ինքը այսինքն սեկել է, որ նորը տեղադրի հինը տանի, ասել եմ տանը չի եղել։ Գիտեք գազի տեսուչի անուն ազգանունը, հիմա հրապարակեք։ Թող բոլորն իմանան։ Դուք գազի սպասարկման վարձ եք, չէ՞։ Վճարում։ Ամեն ամիս վճարում։ Կարծեմ դա տարին 2 անգամ են վճարում, ոչ թե ամեն ամիս։ Տարվա մեջ 2 անգամ։ Տարվա մեջ 2 անգամ, 6 ամիսը մի անգամ։ Այսինքն, եթե դուք գազի սպասարկման վարձը վճարում եք, տեսուչը, գազի սպասարկման տեսուչը պարտավոր է հետևի ազդանշանային համակարգի կանոններին եւ անհրաժեշտության դեպքում տեղադրի նոր ազդանշանային համակարգը։ Մի խնդրեմ, մեր կապակցությամբ ինչ եք ուզում ասել։ Գազի տեսուչին դիմեցիք, հետո ինքը ինչ արեց։ Դիմեցինք, այդ նոր սարքը որ պետքա դներ, չդրեց, գնաց։ Ինչի չդրեց։ Ինչ պատճառով։ Այն պատճառը, որ հինը պետքա եղնի, որ այս տանը ներկայացնեմ, հինը չկա։ Այսինքն նախկինը մողորից բնականը բնակվել է, միգուցե նրանք են կամ վարձողապրողները չգիտի։ Այսինքն ոչ ձեր մեղքով։ Ոչ իմ մեղքով, բայց ես էլի գումար եմ տվել 13000 դրամ 2000 տաքսու համար, որ Երևանից առնեն հինը, հին սարք չէ։ Հինը տան իրանց, որ նորը բերել են տեղադրել։ Ու ձեր միջոցների հաշվին։ Ու իմ միջոցների հաշվին փաստորեն։ Բայց դա պետք է լիներ, կարծում եմ, այդ գազի գրասենյակի հետ կնքված պայմանագրի շրջանակներում իրանք պարտավոր էին ազդանշանային համակարգը ձեզ տրամադրին, բայց չեն տրամադրել դուք ձեր միջոցները։ Մենք գազի թուղթ ունենք, որ այդ հասցեում կա, բայց ասում եմ այդ հասցեում եթե կա, բա ուր է։ Ուրեմն նախկին տերնա կամ Իրանք է որ ասում եմ թուղթ ունենք հասցեում կա, երևի նկատի ունեցել պայմանագիրը նախկին բնակչի հետ կնքված։ Երևի։ Բայց չգիտեմ նրանց վախտովել է եղել այդ սարքը, թե չէ։ Դե կարծում եմ, որ եղած կլինի, իմ կարծիքով նախկին բնակիչների մեղքով արդեն անհետացել է ազդանշանային համակարգը։ Հիմա բերելա սարքը տեղադրելա կուխնայը ու ասեց շնուրը կարճ է, մի քանի օրից ասեց կգնամ տանը կա, կբերեմ կդնեմ, կերկարացնեմ, որ գազը որտեղ որ օգտագործվում է հենց այդտեղ, բայց մինչև այսօր բերում եմ փող։ Էդ էլ է մնացել։ Էդ էլ է մնացել իմ վրա։ Հիմա բացի այն ինչ որ ներկայացրեցիք, էլ ինչ խնդիրներ ունեք դες հրատապ լուծման կարիք ունեցող, որոնց լուծումը ակնկալում եք, որ Ստեփանավանի համայնքապետարանը այդ խնդիրներին լուծում կտա։ Բացի այն ինչ որ ներկայացրեցիք, դրանից բացի կան էլ ինչ որ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ։ Առայժմ ոնց որ չէ։ Օրինակ ես էլ հիմա անկեղծորեն ասեմ, երբ որ մուտք գործեցի այս տուն, ասեմ առաջի անգամ եմ մտնում, ննջարան երբ որ մուտք գործեցի, այս աղջկա թույլտվությամբ իհարկե, շատ սաստիկ խոնավության հոտ էր գալի ու պետք է փաստեմ, որ նման պայմաններում անհնար է բնակվել, այսինքն այդ խոնավ միջավայրում, եթե մարդը տևական ժամանակով բնակվի, տրամաբանական է, որ ձեռք կբերի առողջական լուրջ խնդիրներ եւ դա անշուշտ կհանգեցնի, որ մարդը նաեւ հնարավոր է թոքաբորբել ստանա։ Ու դա հենց գալիս է հենց այդ խոնավ միջավայրից, էլի դրանք էլ պետքա շտկվի, այսինքն պետքա այդ տանիքը, այդ չարաբաստիկ տանիքը պետքա վերանորոգվի, որովհետեւ տանիքը վերանորոգված չի, դրա արդյունքում երբ որ անձրևներ ա լինում, այդ հորդառատ անձրևները նպաստում են, որ տունը գտնվի էլ ավելի խոնավ միջավայրում, այսինքն տանիքից այդ ջուրը լցվում է բնակարան, այսպես ասած, ու պատերը ամբողջությամբ խունացած են, մի փոքր ավելի ուշ ես ամբողջությամբ կցուցադրեմ այդ
անձրևաջրերից խունացած պատերը, որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչի մասին է։ Էլ ինչ ունեք ավելացնելու։ Անկաշկանդ բարձրաձայն եթերը ձերն է։ Ես օբյեկտիվ անկողմնակալ արդարացի լուսաբանում եմ։ Ասեմ երեխեքն են ստեղ խոսքի մնում են այդ խոնավության սենյակում ու 3 են տարել թոքերի բանով։ Թոքաբորբ չէր, բայց բլոխներն էր։ Ահա որ հազում էր բժշկի տեղեկանք կա, որ թոքերի բրոնխներ ունեն։ Ձեր երեխաների մասին է խոսքը, հա։ Բժիշկը թուղթը գրել է դեղերը, այդ մի շաբաթ դեղը գրել է, Վանաձոր եմ իդետ տանը, Ստեփանավանչի, գրանցված են Վանաձորի առաջին հիվանդանոցում։ Ընդեղ եմ տանում, դեղերը գրել են տվել, մի շաբաթից հետո նորից տանելու են բժիշկը նայ։ Չէ, իմ ասած ուրիշ բաներ, գրավոր ախտորոշում կա բժշկի կողմից տրված, որ ձեր երեխաների մոտ հայտնաբերվել է ինչ-որ թոքերի բրոնխիտ այդ հիվանդություն։ Դե տենց խորացված չի, բայց որ նշաններ կա, գոնե բժիշկը նշել է, որ արկային բրոնխիտի նշաններ։ Դա ռենտգեն հետազոտության կարծում եմ ցույց է տալիս։ Բայց սովորաբար նման դեպքերը պետք է նշանակվի թերապևտի կողմից ռենտգեն հետազոտություն, որպեսզի ախտորոշումը ճշգրտվի։ Դե հիմա որ նորից տանը մի շաբաթ այդ տեղերը խմից, երրորդն իրա նշանակ է, արդեն կհասկանանք ռենտգենի կարիք կա թե։ Այսինքն այս միջավայրում է ապրել ձեր երեխեքը։ Այս միջավայրում ապրելու հետևանքով են այդ առողջական խնդիրները։ Դե հիմա ստեղել են այլ միջավայրում են բնակվում։ Ստեղել են քնում այնտեղ տատիկի տանում էլ։ Չէ, կոնկրետ այդ բրոնխների հետ կապված խնդիրը, որ ձեռք են բերել ձեր երեխաները, որ միջավայրում են բնակվել, որ ձեռք են, այստեղ են բնակվել, ահա, դա է ուզում որ։ Ասենք Վանաձոր ես մնացել եմ 2 տարի, այնտեղ Վարչով, տանը, ոչ մի խնդիր, տենց որ շտապ եղնի բժշկի տանելը եւ այլն, թեթև ասենք գրիպ հաս, դա անցել է գնացել։ Որովհետև մի տարի էր Ստեփանավանում էր, այդ էլ ալերգիա էր ստացել ու դեմքը ուռել էր, դարել էր չինացում 9 տարեկան այս բանի։ Անչափահաս է, մի խոսք։ Հա, երկուսն էլ անչափահաս են։ Այսինքն այս պայմաններում, երբ որ շարունակվեն ձեր երեխաները բնակվել, անշուշտ կարողանալ իրենց առողջությանը վտանգ սպառնա։ Այսինքն այս խնդիրների լուծումը, որը դուք բարձրացնում եք այս խնդիրները, այս խնդիրների լուծումը հենց պայմանավորված է հրատապ անհրաժեշտությամբ, քանի որ վտանգի տակ է նաև ձեր երեխաների կյանքը։ Ու հենց երեխաների լավագույն շահերից է բխում, որ պետությունը հետևողական լինի, իդեմը Ստեփանավանի համայնքապետարանի, պետություն ասելով նկատի ունեմ Ստեփանավանի համայնքապետարանի, քանի որ այս աղջկա կողմից բարձրացված ողջամիտ այս խնդիրների լուծումը պետք է տրվեն հենց Ստեփանավանի համայնքապետարանի կողմից։ Ոստի ակնկալում եմ, որ Ստեփանավանի համայնքապետարանը դիտելով այս տեսանյութը ականջալուր կլինեն այս աղջկա կողմից բարձրաձայնված ողջամիտ խնդիրներին եւ ակնկալում եմ, որ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից անհապաղ կձեռնարկվեն իրավիճակից բխող համապատասխան միջոցներ այս աղջկա կողմից բարձրաձայնված ողջամիտ խնդիրներին հրատապ լուծում տալու ուղղությամբ։ Իսկ եթե Ստեփանավանի համայնքապետարանը կդրսևորի անգործություն եւ հետևողականորեն ձեռնամուխ չի լինի միջոցներ ձեռնարկել այս աղջկա կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, ապա ես հավաստիացնում եմ, որ ես ինքս իրավական առումով այս աղջկան աջակցելու եմ, որպեսզի այս աղջիկը իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմի պետական ել ավելի բարձր այցաններին, դատարաններ, ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ես պատրաստակամություն եմ հայտնում անշահախնդիր կերպով այս աղջկան աջակցել իր կողմից մատնանշված հրատապ լուծման կարիք ունեցող հիմնախնդիրներին անհապաղ լուծումներ տալու ուղղությամբ։ Ասեմ, որ խնդրում եմ դուք նույնպես դրա մասին փաստեք, որ ես վճարովի որևէ ծառայություն չեմ մատուցում, այս աղջիկը դրա համար ինձ որևէ գումար չի վճարել եւ չի էլ վճարելու, այսինքն ես անում եմ հանուն արդարության, քանի որ ես պայքարում եմ անարդարության դեմ, ես ժողովրդի կողմից եմ եւ միտված եմ
լուծումներ տալ, միտված եմ նպաստել, այսինքն ես իմ գործունեությամբ միտված եմ նպաստել լուծումներ տալ ժողովրդին մտահոգող հիմնախնդիրներին եւ դա անում եմ անշահախնդիր կերպով, այսինքն որևէ նյութական ակնկալիքներ ես չունեմ, որևէ գումար չեմ վերցնում, որևէ գումար չեմ աշխատում եւ եթե կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր որ կցանկանան, որ ես իրենց խնդիրների մասին նույնպես բարձրաձայնեմ իմ YouTube-յան ալիքի եթերներով, ապա խնդրեմ կարող եք դիմել ինձ, ես պատրաստակամություն եմ հայտնում ձեր խնդիրների մասին նույնպես բարձրաձայնել։ Խնդրում եմ հաստել, որ հանրությունը համոզվի, որ սա վճարովի եթեր չի, որևէ գումար դուք ինձ չեք տվել, մեր միջև նման պայմանավորվածություն չի եղել։ Չէ, տենց բան չկա։ Ես չեմ պահանջել, որ ձեզնից որ պետք է ինձ գումար տաք, որպես ես ձեր խնդիրը բարձրաձայնեմ, այսինքն ես սա անում եմ անշահախնդիր, միայն ձեզ օգնելու նկատառումներից ելնելով։ Դա այդպես է, թե ոչ։ Որ հետագայում հիմա չգիտեմ, պետական կառույցները հիմա էլ կսկսեն իմ հետևից ընկնել, որովհետև գիտեմ, վստահ եմ, շատ ու շատ վատ աշխատող պետական կառույցներին ձեռնտու չի լինի, որ ես բարձրաձայնում եմ իրենց կողմից կատարված այդ թերությունների անգործության մասին, դրա համար վստահ եմ, որ հիմա շատ ու շատ պետական չինովնիկներ կփորձեն զրպարտանքներ ինչ-որ հնչեցնել իմ անձի հասցեին, ասեմ, որ ես պատրաստ եմ նաև դրան եւ եթե ինչ-որ որոշակի պետական չինովնիկներ, չգիտեմ, ցանկություն կունենան ինչ-որ զրպարտանքներ հնչեցնել իմ հասցեին, ապա վստահեցնում եմ, որ ես դիմելու եմ դատարան եւ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ իրավունքները։ Այժմ ինչ ունեք ավելացնելու, եթե ունեք ինչ-որ ավելացնելու բան, կխնդրեմ հավելել ինչ-որ լրացումներ, հավելումներ, եթե ունեք, ավելացրեք, եթե ոչ, արդեն ցուցադրենք ձեր բնականում առկա այդ խունացած պատերը, որոնց մասին մենք քիչ առաջ խոսեցինք արդեն։ Չունեք ավելացումներ, դե դեպքում արդեն ես հիմա կխնդրեի ինձ ուղեկցեք այն սենյակները, որտեղ դուք ինձ ուղեկցեցիք մեր նախնական զրույցի ժամանակ, այսինքն այդ նույն ինչ որ մի քիչ առաջ ինձ ուղեկցեցիք այդ սենյակները, հիմա նույնպես ուղեկցեք, որպեսզի այդ խոնավ պատերը մենք եթերում ցուցադրենք, որպեսզի պետական իրավասու մարմինները տեսնեն այդ ամենին եւ անհապաղ արձագանքեն ձեր խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար։ Որ վերևից է ջուրը մտե պատի մեջ է մտե ու սենց բոբորսնել է ունդեղ դա ասեցին ժոլոբներից է այսինքն կրիշից ջուրը իշնում է պատի վրա մի հատ ես կարեմ ինչ անմխիթար վիճակում է գտնվում տեսեք տեսանելի է մեջով մտնում ու սենց էս Սա այսինքն այս առաստաղի ես վնասվածքնել է առաջացել անձրևների արդյունքում, անձրևների հետևանքով։ Որ գնել են փոքրեր, բայց էլի անձրևների անձրևներն են նպաստել, այսինքն որ առաստաղը այսպես է վնասվել։ Ջուր է այնտեղ։ Դեցել սենց դաշե արդեն լաքաները երևում է ոնց է ջուրը մտնում մեջը պատի։ Այսինքն որ կրիշը տանիքը վերանորոգվի, այս խնդիրները այլևս չեն լինի։ Չէ, տրամաբանական է որ չեն լինի տանիքը, եթե վերանորոգվի։ Այսինքն այս ամեն ինչը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում տանիքի չվերանորոգված լինելու հետ, չէ՞։ Ճիշտ եմ ներկայացնում։ Ճիշտ է։ Ստեղել այս վերջին անձրևներից էս ավելի է շատացել, սենց ովերուտը փուչիկ տվել, այդ դրան վերևում Սա հյուրասենյակն է, չէ՞։ Հա։ Սա լա էլի չէ տանիքի արդյունքում է, չէ՞ որ այս վիճակն է առաստաղը։ Հա։
Այսինքն ջոլովները սենց պետք է ջուրը որ գալիս է, իշնը ինքը մտնում է կրիշի մեջ։ Ստեղել արդեն, ու չկա Իսկ այդ թիթեղը ձեր ասած ժեշտը ինչքան գումար է դա կազմում, մեծ գումար է թե ինչքան է։ Հետև անկեղծ ասած է շինարարությունից շատ քիչ բան եմ հասկանում։ Ճիշտն ասած չգիտեմ մետր քառակուսի ինչքան են հաշվել։ Այսինքն ձեզ որքան թիթեղ է անհրաժեշտ, որ տանիքը վերանորոգվի։ Դե անկյունների ճիշտը որ սարքած այդ անկյունների ժեշտը չգիտեմ ինչ են ասում։ Ժեշտը թիթեղն է հենց։ Չէ, այս որ սենց ծռում են, չէ։ Կալեն կարծեմ ասում դրանց։ Այդ մեկ էլ ընդեղ շոլովների խնդիր է։ Դե այդ վարպետը արդեն ավելի հստակ կար ասի էլ ինչ անհրաժեշտ։ Ստեղելա այն անկյունա, սենց պատի մեջ։ Օ, այս ինչ վիճակը։ Ու ընդեղ դրսից պատի մեջը մտնում է, կասակով կաթն կասակի վրա, ու էլի մտնում է ստեղ։ Սարսափելի անմխիթար վիճակը։ Ոչ բարվոք պայմաններ։ Ու այս պայմանները մեծանում են փոքրահասակ երեխաներ։ Նաև դուք ասեցիք, որ Լեռնային Ղարաբաղից եք, չէ՞, եկած Հայաստան։ Հա։ Կնշեք որ շրջանից։ Որ շրջանից եք Ղարաբաղի։ Քաշաթաղի շրջանից։ Մխանց գյուղից։ Հա։ Սահմանապա Զորքերից։ Սա արդեն խոհանոց ենք մենք գնում։ Խոհանոցի այս առաստաղն էլ է, տեսեք, գտնվում է էլի անմխիթար պայմաններում։ Ամենտեղ նույն պրոբլեմը կա, ամեն մի սենյակը։ Սա օդանցքն է, երևի գազատար, հա։ Հա, բա դիմախոդի անցքն է դա։ Բա ինչա վերևով բարձրանում ես կալոնկի խողովակը։ Այն բաղնիքինը կալոնկի բանը, այդ դիմախոդը նա չի օգտագործում, սա տանտերը նախկին առանձին քաշել է իր համար։ Ահա։ Չէ, ինչ հետաքրքրում է կոնկրետ այն որ բաց է հիմա։ Այդ կլոր անցքը դա ինչի համար է նախատեսված եղել, դիմախոդ է եղել։ Հա, երևի կալոնկեն այն կոմով է դրված եղել, իրանք Հա, փոխել են արդեն ուղղահայաց դիրքով է խողովակը բարձրանում։ Գազատաքացուցիչի։ Դաժե այդ սելավներին անձրևը մտնում է կալոնկի մեջը, նախկին մնացողներ էր դա բողոքել, Հա, այդ կարա բան արի։ Ջուրը մտնում է կալոնկի մեջ, կալոնկեն սկսում է տրաքել։ Հա, բա ինչ կլինի, այսինքն սա էլեկտրականությամբ է աշխատում ես։ Եթե տրուբայի վրա տենակ Գազատաքացուցիչը։ արդեն հետք է նայվում։ Այսինքն անձրևաջուրը եթե լցվեց այս խողովակներից կալոնկի մեջ ու դա ավելի շատ ու կալոնկին միացած եղավ, դա կարա պայթյունի հանգեցնի։ Միացնում եմ, ջուրը մի անգամ միացրել եմ իրիկունը, ու այդ օդը որ չի հերիքում, գազը դմփաց։ Ես արագ անջատեցի էլի։ Ու առավոտը բայց հետո միացրեցի, աշխատեց կալոնկին։ Բայց որ ջուրը այնտեղ այդ գոլորշին վերվա գնում, հետո որ անջատում եմ կալոնկեն, արդեն այդ գոլորշին իշնում է տուտ, կալոնկի մեջ է մտնում։ Ստեղել է։ Այսինքն խոհանոցը ամբողջությամբ վերանորոգման կարիք ունի, հատկապես առաստաղները։ Ստեղ լույս վառում է։ Տեսեք առաստաղները։ Սա էլ է էլի նույն անձրևաջրերի արդյունքում է, չէ՞։ Հա։ Այսպես վիճակ առաջացել։ Դաժե ով էս տանը ճանաչում ես, մեր մի տղա էր Վարդսովնում, զինվորական, բոլոր տանիքը իհարկե սենց սարքած չէր, ու ամեն մի կաթոսքին սենց zamanները շարել էր տան մեջ։ Ստեղել է կաթնինը,
Այն անգամ չեմ նկատել, մինչև այդ ծայրը գնացել է։ Ստեղից կաթմա, պատի մեջով իշնմա աստիճանների, ընդեղ որ էսա դուրս կանք, ընդեղ դրսի ու պատմա։ Այդ կարելի է միասին գնանք Ստեփանավանի համայնքապետարան։ Հələ տեսնենք այդ որ միջինովնիկն է, որ հարցին լուծում չի տալիս։ Ինձ որ տեսնեն ձեր խնդիրները ամբողջությամբ կլուծեն։ Սա սանհանգույցն է։ Ստեղ ինչ խնդիր կա։ Ստեղ էլ ջուրն էր, դե ստեղ պատը փագած էր, բանով բլոկներով փագած էր։ Առաջի տանտերը ասում էր, որ ջուրը կաթմա, պատալոգը սռեմոտը սաղ փչացրել է։ Վարպետները մեր կու անգամ բերել, պատը քանդել են ստեղ։ Հատ ցուցադրեմ։ Կալոնկի միացումը տաք ջրից էր, բայց նախկինները մելա տենց կաթոսք եղել, ուղղակի տիրություն չեն արել։ Ես վարպետը բերել եմ ստեղ քանդելա, տեսել ենք, որ միայն տաք ջուրը կալոնկեն միացնում է գտեղից է, կաթով իջելա, առաջի հարգը մտե։ Ու իրանց ռեմոնտը ամբողջությամբ կուխնին ու բաղնիքն էլ էր դաժե կաթում։ Հիմա ասենք, էսա դիմախոդի տրուդեքն է, դերևը ոչ մի բան չկա փագած տրուդեքը, որպես այդ անձրևը չմլծվի մեջը։ Հիմա ստեղ, եթե անձրևա գալի, առաջինը ստեղ է կաթում, դիմախոդի տրուդից գալիս է կաթում ստեղ, արդեն խոնավա ու այս մասը։ Դերից նայել եմ էլի հեռախոսի լույսով, վերևից մեջը թուչ ասել։ Տեղից ջուրը գալիս է մտնում ընդեղ, իտոկում առաջի հարգի Բա միշտեղ ինչ պետք է արվի, որ անձրևաջրերի հետևանքով հետևանքներ չառաջանան։ Դիմախոդը կրշից կամ եթե չի օգտագործվում փակվի, հոշի։ Կրիչ դնվի էլի, ասենք, որ անձրևը չմտնի մեջը։ Հա, դա էլ պետք է, այսինքն համայնքապետարանը անի, չէ՞։ Հա, կրիչը։ Ըստ տրամաբանության։ Իսկ էս իմ վարպետը որ քանդելա, սա ես սա։ Հա։ Հասկացա։ Այսինքն դուք պետությունից չեք պահանջում եկեք իմ տունը ռեմոնտ արեք, էլի։ Չէ, ես չեմ ասում, եկեք տունը ռեմոնտ։ Հիմա չինովնիկները չկարծեն, որ դուք պահանջում եք, որ պետություն արի իմ տունս ռեմոնտ արա։ Նման պահանջ դուք չեք ներկայացնում։ Այսինքն, հա, ձեր բարձրացրած պահանջները իրանք իրավաչափ են եւ ողջամիտ են։ Հա։ Վերևը կսարքեն, մնացածը։ Ձեր պահանջը այն է, որ Ստեփանավանի համայնքապետարանը կամ գա տանիքը ինքը վերանորոգի կամ ձեզ հատկացնել անհրաժեշտ թիթեղ ժեշտերը, որպեսզի դուք դա կազմակերպեք, չէ՞։ Այդ անձրևին այեն անկյուննա նշանքցե պատալով Ահա ինչպես տեսնում եք, էլի առաստաղը անձրևի հետևանքով ամբողջությամբ գտնվում է ոչ բարվոք եւ անմխիթար պայմաններում։ Այս պահին ստեղ չի կաթան, բայց այս երկու նշանն այնտեղ խոնավացած տվեն։ Տունը ընդհանուր 3 սենյակից է բաղկացած։ Հա։ 1 հյուրասենյակ եւ 2 ննջարան։ Նկարահանումները կատարվում են ձեր թույլտվությամբ, դա էլ ասեք, որ ապօրինի ոչինչ չեմ անում ես։ Ամեն ինչը կատարվում է ձեր թույլտվությամբ, ձեր իմացությամբ, ձեր համաձայնությամբ։ Այդպես է։ Այո։ Հետո չվերագրեն նրան էլի որոշ անձինք, որ իբր ես չգիտեմ ներխուժել եմ մարդկանց տուն նկարահանումներ եմ անում։ Դուք եք հրավիրել։ Այսինքն բնակ կոմիտե ես գնացել, իրանք մեկը մեկի վրա գցեն, մենք չենք նայա, նա չի, սա է, դրա համար ես կա ներվեր չունեմ էլի դրանց վրա։ Ես էլ ասի կդիմեմ ուրեմն ուրիշ տեղ, Երևան։ Ցավոք շատ պետական կառույցներ են, որ անգործության են մատնված հիմա։ Ասենք
ապօրինի շինությունները լավ սարքում են տեղը տեղին, Հա, եթե թիգունք ունեն, ես էլ գիտեմ նմանատիպ դեպքեր։ Թիգունք ունես, ապօրինի շինություններ լավ էլ կառուցում են, համայնքապետարան էլ մատը մատին չի խփում։ Բայց պահանջում են, որ կամ պետքա պետական տուրքերը վճարեք, Հարկերը։ հա, բաները, այս լույսի, գազի եւ այլն։ Կոմունալները։ Բայց ոչ մի դաժե գազի դեպք էլ ա եղել, գազը տունել լցվում, աշխատանքից եկել էին, շենքը բայց մտա գազը հոտանգել էր։ Մտել եմ տուն, բաղնիքու բանից ա, կուխնայից ա գալի, հարևանին եմ ասել, որ գազի հոտ չեք առնում շենքից, ասում ա չէ, չգիտեմ, ես իմ բան, հետո որ մի անգամ գազի տեսուչ եկել էր, ասեց ներքևի կալոնկեն խցանումներ կա, կարող է ուշադիր կելեք, կարող է հետ տա լցվի ձեր տուն, փաստորեն հետ էր տվել, իմ տուն էր լցվել։ Զանգել եմ 103-նա, թե 4։ 4-ը, 03-ը շտապ օգնությունն է։ Բանը, Վանաձորներ, ասում եմ Ստեփանավանից համար տվեք գազի գրասենյակի։ Տալիս են զանգում եմ, ասում մենք չենք այդ հարցով զբաղվում, այս ինչն է, մի հատ համար են տալի, ոչ էլ զանգում ես, պատասխանում են։ Հաջորդ օրն եմ եկել զանգում եմ էլի, մի հատ կան հասկանամ կալոնկից հա, թե ինչ-որ շլանգից հա, ես ինչ եմ հասկանում։ Այսինքն դուք գազի սպասարկման վարձավճարը պատշաճ վճարում եք, ամեն 6 ամիսը մեկ, բայց փաստացի սպասարկում չի իրականացվում ձեր բնակարանում, այդպես է ստացվում։ Հա, պատշաճ սպասարկում չի իրականացվում։ Այս երկու անգամ եմ գազի տեսուչի կողմից։ Երկու անգամ է երևի այդ գազի տեսուչ եկել բնակարանը։ Ու զանգեցի մյուս օրը այդ համարով 5:30-ից մինչև 6 ոչ մեկն էլ չպատասխանեցին։ Դրա համար պետքա ձեր հեռախոսազանգերը ձայնագրեք, որպես ապացույց, այսուհետև ձեզ հորդոր են ոնց վարվեք։ Ձայնագրում եք ձեր հեռախոսազանգերը, պետական կառույցներին ուղղված, որ ինչ-որ հարցով դիմում եք, իրանք չեն արձագանքում։ Հետո եթե անգործություն են դրսևորում, դա արդեն ապացույց է, կարող դիմեք դատարան կամ այլ պետական մարմիններին, ավելի բարձր, որ ապացույց ունենաք իրանց անգործությունը հաստատող։ Վանաձորի էլեկտրոցանցի բանն է։ Նրանք ինչ են անում։ Դրանք լավ աշխատեն։ Դրանք ինչ են անում։ Երևի մի տարուց ավելա, այս վերջերս եմ ես արդեն տեղեկացված, որ ստոլբի տոկերը փոխված է, փոխել են, հաստ կաբելները, մալուխներ։ Հա, դրել են, ասենք, մարդու տան մոտ, գյուղում, Ձորագյուղում, ընդեղ են հասրել, բայց որտեղից պետքա տանենք կրիշը, այդ չեն անում։ Բա ինչի չեն անում, ինչ են պատճառաբանում։ Երկու անգամ դիմում են գրել։ Ով է գրել դիմում։ Մեկը ախպերս է գրել։ Ում է գրել դիմումը։ Էլեկտրոցանցին, ես գնացել եմ։ Դիմումը ինչ է գրել։ Դե որ գան երկարացնեն այդ շնորհը, որ մենք կանանք հետո մոնտաժ անենք։ Դա մտնում է էլեկտրոցանցի պարտականությունների մեջ։ Պետական պարտականության։ Ու չեն էլ արձագանքում ոնց հասկաց։ Ասել են, դաժե ես հեռախոսը համար են դերցել զանգել եմ, որ ես ինչ բնակարանից է Ձորագյուղի, ես այդ տան աղջիկն եմ էլի։ Դիմում են գրել 2 անգամ։ Չեք հարցին լուծում տալիս։ Բա դուք սեփականատեր եք, ասի ոչ սեփականատեր չեմ, բայց այդ տան բնակիչ այդտեղ եմ մնացել։ Ասում եմ ախպերս ա եկել 2 անգամ դիմում ա գրել։ Ինչի՞ չեք այդ հարցին լուծում տալի։ Բա ասում եմ հիմա ես կրանտ եմ առել այդ էլեկտրոնային տոկով։ Որ մարդը ասենք ջուր ունենա տակ, որտեղ այնտեղ գազ չկա գյուղը։ Գազաֆիկացված չի ամբողջ գյուղը։ Հարակից գյուղեր ունեն գազեր։ Բա ինչի՞ է Ձորագյուղ գյուղը գազաֆիկացված չի։ Չգիտեմ։ Ինչն է խոչընդոտում։ Գյուղացին առանց գազ ոնց է ապրում։ Դե Վահագնին ունի, Դսեղում կա, Դեպետը կա, Բանանտարամուտը կա։ Ասենք ուզում եմ ջեռոց հիմնա Հա, էլի ճիշտ ասեցի։ Ջերմոց։ Ասենք ուզում եմ գյուղացին ջերմոց հիմնադրի, իր ջերմոցը ոնց է ջեռուցելու։ Պարզա գազով։ Եթե գազն չկա, ոնց է արդեն իր ջերմոցը ջեռուցում։ Եթե հիմա ցանում են բան,
բանջարեղեն եւ այլն, դա արդեն անձրևի հյուսին, անձրևը կգա կաճի, չգա չի աճի։ Այդ հետաքրքիր է, չգիտեի, որ այդ ձեր ասած գյուղը գազաֆիկացված չի, դրան այդ հարցով է կարելի զբաղվել։ Սերի դեմի գյուղն է, հենց։ Անունը ոնց էր, մի հատ նորից ասենք, Ձորա հենց այդպես է կոչվում։ Հարակից գյուղերի ճանապարհները վերանորոգեցին, ասֆալտապատեցին, բացի Ձորագյուղի։ Գյուղապետը ով է Ձորա գյուղի։ Աշակ Ռամազյանը։ Ինքը պետք է հետևողական եղի։ Մենպես է ստացվում, ես գյուղապետի փոխարեն ես եմ գյուղի խնդիրները լուծում։ Գյուղապետը աշխատավարձ է ստանում, բայց ես կամավոր ձեր գյուղի խնդիրները լուծում եմ։ Բյուջեն քիչ է, չգիտեմ ինչը քիչ է։ Ես կարծում եմ, որքանով ես եմ տեղեկացված, սա պետության հենց առաջնահերթ խնդիրն է, որ բոլոր գյուղերը ապահովեն գազաֆիկացմամբ։ Գյուղապետը հետևում է այդ բլոկներով ճանապարհները բլոկներ են շարում։ Գյուղամեջի գերեզման գնացող ճանապարհները սարքել են։ Բացի գազաֆիկացումից այդ Ձորա գյուղը էլ ինչ խնդիրներ ունի, որոնց մասին դուք տեղյակ եք։ Հա, մանկապարտեզ դպրոց կա գոնե։ Հովանավորներ կան, այո։ Հովանավորները գալիս են, հովանավոր կա, որ երեխեքը գնում են, հաճախում են։ Այսինքն կարելի ասել միակ հրատապլուծման կարիք ունեցող խնդիրը դա գազի խնդիրն է։ Հա։ Դե ճանապարհները արդեն ասացիք, որ արդեն բարեկարգվում է։ Հիմա ոնց որ բայց գյուղի մեջն է, էլի դա սարքը։ Հա։ Գյուղ բարձացողը չեն սարքը։ Հա, հասկացա ինչ եք ասում։ Ասենք Վանաձորից տաքսի ես նստեմ, գիտեն, ասպես Ձորագյուղ 5000-6000 դրամ են ուզում։ Որտեղ ճանապարհները վատն են։ Ճանապարհները վատն են։ Իդեպ դաժե մարզպետն այցելել այդ գյուղ, ասել այս ինչ վատ ճանապարհ։ Իսկ մի հատ խիստ այժմեական հարց է բարձրացնեմ։ Ենթադրենք Ձորագյուղի բնակիչը շտապ օգնության կարիք է ունենում, ահազանգման 103։ Որ ենթակայանի շտապ օգնությունն է գալի Ձորագյուղ գյուղ։ Նա Վանաձորին է, Վանաձոր քաղաքի։ Հեռավորությունը ինչքան է Վանաձոր քաղաքից մինչև Ձորագյուղ գյուղը։ Չեմ կարող տոշնի ասեմ տենց, բայց ինչքան մոտ 10 կիլոմետր կլինի, ես անկեղծ ասած չեմ եղել այդ գյուղում։ Կես ժամում հասնում։ Դե 10 կիլոմետր ուրեմն շատ է կլինի։ Եթե մի ժամ մեքենան գնա, դա մի ժամը մեքենան կարա 30-40 կիլոմետր գնա։ Ես Վանաձորից զանգել եմ շտապ օգնությունա գնացել։ Բայց մինչև տեղը հասել, քանի անգամ, 3 անգամ զանգել եմ Երևան, ձեր շտապ օգնությունը ուր հասավ։ Դե տրամաբանական չի, եթե ճանապարհները բարեկարգված լինեին, շտապ օգնության մեքենան էլ ավելի արագ, ավելի շուտ տեղ կհասներ, ավելի շուտ հիվանդին պատշաճ բուժօգնություն կցուցաբերվեր։ Այսինքն այդ ճանապարհների բարեկարգումը բխում է հենց նաև բնակչության առողջությունը պահպանելու նկատառումներից։ Մի բան էլ կա, որ ասենք բոլոր գյուղերում կան տրանսպորտ, որ Վանաձոր գյուղից գնում է Վանաձոր, ոսկե Ձորագյուղ Վանաձոր էլի։ Բայց այդ գյուղը չունի։ Դսեղը ունի, դեպետը ունի տրանսպորտ։ Ոսկի մարդը եկել է գնում է Ձորագյուղ հյուր, կամ տաքսի պետքա վերցնի գնա։ Այսինքն տրանսպորտ չկա, ամեկ իրանց ավտոյով են գալի։ Այսինքն Վանաձորից Ձորագյուղ մեկնող ինչ որ երթուղային տրանսպորտ չկա։ Հա, հասկացա։ Մարդիկ երթևեկում են տաքսիներով։ Տաքսիներով կամ իրանց։ Այ դա էլ է հրատապ խնդիր։ Կամ մարդիկ էլ կան ոտով իջնում են մինչև կենտրոնական Ալավերդի Վանաձոր ճանապարհը ներքև։ Ընդեղից որ Ալավերդու եկող ավտոբուսին նստեն կան հասնեն Վանաձոր։ Դե հիմա հուսանք որ պետական մարմինները այս հարցում էլ հետևողական կլինեն այդ։ Հիմա ասենք մեկը ես գնում եմ երթուղային տրանսպորտի հարցն է կլուծվի։ Գնալու եմ ավտոկայան Վանաձորի, նստեմ Ալավերդու ավտոբուսը, գնամ իշտեմ այդ Դսեղի ու Ձորագյուղի կենտրոնական ճանապարհին, ու ընդեղից արդեն ոտով սկսեմ բարձրանալը։ Մարդկանց նեղություններ է պատճառվում, ավելորդ ժամանակի կորուստ եւ ֆինանսական ծախսեր ավելորդ։ Հա, ժամանակի կորուստ էլ եմ ասում։
Իսկ եթե տրանսպորտ լիներ, այդ խնդիրը հետ կլուծվեր։ Դերին բան, առաջ եղել է, բայց հիմա այս վերջերս բոլոր գյուղերում էլ դրանք անեցին։ Իսկ այդ գյուղի բնակիչներից որևէ մեկը այս խնդիրները բարձրացրել է, որը հիմա դուք եք բարձրացնում։ Դե հիմա ասենք գնացել են մարդիկ, գնացել են Ինչ մարդիկ, ով է գնացել։ Ընտրությունների ժամանակ է Դե այդ ընտրությունները սուտ խոստումներ է, դա բարձ է, եթե ընտրությունների ժամանակ են գնում, դա հաստատ չի իրագործվելու։ Երևի չէ։ Ինչքան որ գիտեմ։ Եթե իմացեք, մի հատ քաղաքական գործիչ ընտրությունների նախաշեմին խոստումներ է տալի, իմացեք, որ դրանք անիրագործելի են։ Ընտրությունների նախաշեմին տրված ոչ մի նախընտրական խոստում դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Այդքան դյուրահավատ մի լինեք, մի եղեք։ Էլ ինչ ունեք ավելացնելու։ Բան չունեմ երևի։ Հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեսակ ես ցուցադրեցի այս աղջկա բնակարանային ոչ բարվոք եւ անմխիթար պայմանները, որոնք որ առաջացել են տանիքի չվերանորոգված լինելու հետևանքով, այսինքն տանիքի անձրևաջրերը տանիքից ներթափանցում են բնակարան, որոնք հանգեցնում են այսպիսի խոնավ միջավայրի ոչ բարվոք եւ անմխիթար պայմանների։ Ամփոփելով այս եթերը ցանկանում եմ վերստին անդրադառնալ այս հիմնախնդիրներին եւ ակնկալում եմ, որ պետական մարմինները ականջալուր կլինեն այս խնդիրների լուծմանը, նաեւ ինչպես արդեն տեսակ, իմ զրուցակիցը Անահիտը նաեւ նշեց, Անահիտը չէ, ձեր անունը նշեց Ձորագյուղ, այդ գյուղը, որ Ձորագյուղ գյուղը ունի գազաֆիկացման խնդիր, նաև ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում, գյուղը գազաֆիկացված չէ, նաև նշեց, որ երբ որ շտապօգնություն է նախազանգում, շտապօգնությունը իրենց այդ Ձորագյուղ գալիս է Վանաձոր քաղաքից եւ Վանաձոր քաղաքից գտնվում է բավականին հեռավորության վրա Ձորագյուղ գյուղը, նաև չկա երթուղային տրանսպորտ, որը գյուղացիների համար, այսինքն Ձորագյուղ գյուղում բնակվող գյուղացիների համար լուրջ խնդիր է ստեղծում տրանսպորտի բացակայությունը տեղաշարժման հետ կապված, ինչպես նաև այդ գյուղում արկա ճանապարհների ոչ բարվոք լինելու հանգամանքը նույնպես լուրջ խնդիրներ է ստեղծում նաև շտապօգնության մեքենայի տեղաշարժի հետ կապված, քանի որ եթե ճանապարհները լինեին բարվոք, այսինքն բարեկարգված, բնականաբար տրամաբանական է, որ նման պարագայում շտապօգնության մեքենան արդեն էլ ավելի շուտ տեղ կհասներ հիվանդի բնակարան եւ հիվանդին կցուցաբերեր պատշաճ բուժօգնություն, մինչդեռ այդ ճանապարհների ոչ բարվոք լինելու հանգամանքը էականորեն խոչընդոտում է շտապօգնության մեքենայի, շտապօգնության բրիգադի կողմից հիվանդի բնակարան շուտապույտ տեղ հասնելուն եւ դա կարելի ասել նաեւ լուրջ վտանգ կարող է ներկայացնել հենց բնակչության առողջության պահպանման տեսանկյունից, ուստի ակնկալում են, որ պետական իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների, իրենց իրավասությունների շրջանակներում, այդ թվում նաև Լոռու մարզպետարանի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն պատշաճ միջոցառումներ, որպեսզի Լոռու մարզի Ձորագյուղ գյուղում հնարավորինս շուտ ավարտվեն ճանապարհների բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև ակնկալում է, որ Լոռու մարզպետարանի կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի Ձորագյուղ գյուղը հնարավորինս շուտ գազաֆիկացվի, ինչպես նաև հնարավորինս շուտ լուծվի երթուղային տրանսպորտով ապահովելու հարցը, քանի որ Ձորագյուղ գյուղը այս պահին ապահովված չէ երթուղային տրանսպորտով, որը նույնպես լուրջ խոչընդոտներ է ստեղծում գյուղացիների համար։ Այժմ ամփոփելով մեր այս եթերը, ցանկանում եմ խոսքը տալ իմ զրուցակցին Անահիտին, խնդրեմ ինչ ունեք ասելու, նաև կարող եք ասել հրապարակվածից բացի, ինչի մասին որ խոսեցինք, դրանից բացի, եթե ունեք այլ ավելացումներ, այլ ասելիք, խնդրեմ ինչի մասին կցանկանայիք
անդրադառնալ եւ բարձրաձայնել։ Ես տեսել եմ քո շանտ բայ դեպակը Որտեղ ես տեսել։ YouTube-ով։ YouTube-ից եմ տեսել, որ շանը գցած քաշ էին տալիս, ուզում էին գցեին մեքենայի մեջ։ Այդ կադրն եմ ես տեսել ու դիմել եմ ձեզ այս տան խնդրի բանով։ Որ գայիք նկարեիք ու ասենք այդ շները էլի խոսքի տենում ես ստեղ Ստեփանավան հես հրապարակը մեր եմ տեսել կենդանիներ, որ անտուն են կամ տեր չունեն, այս թափառականի նման այդ շները քայլում են կամ նստած են եղնեն, բայց ասենք ես չեմ բռնում այդ կենդանիներին քաշ տալի կամ չգիտեմ ինչ, կա որ նկարներ շան, հենց այդտեղ եմ ես վիդեո եմ արել շների, որ իմ հետևից ես աշխատանք եմ գնում այդ ժամին, ասենք իմ հետևից եկել են, ոչ թե կծելու նպատակով, այլ ուղղակի հենց է որ ես շան հետ կարվում եմ լեզու գտնեմ, խոսամ։ Զգում է։ Հա։ Մարդու տրամադրվածությունը։ Եթե կամ ասենք շանից եթե վախում ես, նա արդեն հասկանում է։ Ծնկներից հոտոտելով, ջոգմանում վախում ես, դրամա հարցակվում է։ Իսկ եթե շունը խոսքի դեմը տա դուրս գալի, պահի տակ, օրինակ ես բանի դեպի հրապարակ իջնում էի, մի հատ շուն էր գալի, ասիկո ոնց որ գնաք, շուն ջան, մեկ էլ ես տեղը հետևիցս գալիս է, դե լավ ասի քուտ կանչելով, ոնց որ միջև եկավ բիլայնի մոտ։ Ու եկավ ու սենց կողքս նստեց։ Ասենք ես մեքենային էի սպասում աշխատանքի գնալու, շունն է կողքս նստած։ Դե այսինքն դուք դրան հանդեպ բայրացական վերաբերմունք եք ցուցաբերել, շունը դա հասկանալով արդեն մտերմաբար ձեր հետևից ուզում եք խաղալ արդեն։ Այսինքն հիմա ձեր կոչը ի՞նչն է հանդրությանը ուղղված շների հետ կապված, ինչ կոչով եք ուզում հանդես գաք։ Թող կերակրեն, ոչ թե սպանեն, ասենք քաղաքով անցել են, պահի տակ ավտոմեքենայով, տեղ են կամ կատու ավտոյի տակ գցած, կամ շունակ գցած։ Նման դեպքեր դժբախտաբար շատ ականատես լինում։ Նույնն էլ Վանաձորի, ասենք, ճանապարհներին են, որ գնում են գալիս են, նույն պատահարները այդտեղ եմ տեսել։ Նաև այ որ դրանից խոսք գնաց, մի բան էլ ես ասեմ, ուրեմն տարիներ առաջ ես դա փաստերով կարամ հիմնավորեմ, բոլոր տեսանյութերը ինձ մոտ կան։ Տարիներ առաջ Ստեփանավան քաղաքում մի հատ շուն էին մեքենայի տակ գցել, բարեբախտաբար շունը ողջ էր մնացել, չէր ծածկել, էլի։ Ընդհանրապես թեթև կոտրվածքներ է ստացել ոտքերի։ Ես տեսա այդ շանը մեքենայի տակ ընկած Ստեփանավան քաղաքում, հենց կենտրոնական փողոցում։ Շունը ցավից կաղկանձում էր, արդեն ոռնում էր ցավից, ես մոտեցա այդ շանը, անմիջապես կանչեցի ոստիկանությունը անհապաղ արձագանքեց, եկան նյութեր կազմեցին, նաև անմիջապես ահազանգեցի Ստեփանավանի համայնքապետարանին, մինչդեռ Ստեփանավանի համայնքապետարանը կատարականապես հրաժարվեց այդ շան բուժօգնության ծախսերը հոգալուց, պատճառաբանելով, որ իրենք չունեն համապատասխան ֆինանսավորում։ Դրանից հետո ես ինքս Վանաձոր քաղաքում հայտնի կենդանաբույժ ցոլակ կարծեմ Բրուճան էր ազգանունը։ Մի խոսքով թատրոնի շենքի մոտակայքում է այդ կենդանաբույժ ցոլակի կլինիկան գտնվում, անասնաբուժական կլինիկան։ Զանգահարեցի կենդանաբույժ ցոլակին Վանաձոր քաղաքի։ Նկարագրեցի իրավիճակը, ասեցի, որ անտուն շուն է, ունի օգնության կարիք, դիմել եմ Ստեփանավանի համայնքապետարանին, որևէ միջոց չեն ձեռնարկել այդ շան բուժօգնության հետ կապված ծախսերը հոգալուց, ես էլ չունեի համապատասխան ֆինանսական միջոցներ։ Այդ իմ ծանոթ այդ կենդանաբույժ ցոլակին խնդրել եմ, ինքը իր մեքենայով եկել է Ստեփանավան, այդ մեքենայի տակ ընկած, սակայն դեռևս ողջ շանը իր մեքենայով տարել է իր կլինիկան, վիրահատել է, շանը բուժել է ու բաց ենք թողել էլի անվտանգ տարածք, որ շունը շարունակի իր գոյությունը։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ չգիտեմ Ստեփանավանի համայնքապետարանը կոնկրետ ես եմ փաստերով ասում, կոնկրետ այդ ժամանակաշրջանը, որով որ ես եմ ականատես եղել այդ միջադեպին,
խիստ ընդգծված բացասական տրամադրվածություն է ունեցել անտուն թափառող շների նկատմամբ։ Չգիտեմ հիմա ինչպես են, չեմ կարող հիմա ասել, ես ասում եմ մի քանի տարի առաջվա միջադեպ եմ նկարագրում։ Հիմա քանի որ դուք ասեցիք, որ դուք եք տեսել մեքենայի տակ ընկած փողոցում շներ կատուներ, ասեմ, որ դժբախտաբար հիմա ես էլ եմ նման միջադեպերի հաճախ ականատես լինում, բայց արդեն սատկած վիճակում են, այսինքն էլ հնարավոր չի այդ կենդանիներին օգնել, որտեղ իրանք այլևս ողջ չեն։ Հիմա դրա համար կոչ կանեի նաև վարորդներին մի փոքր զգույշ վարեք ձեր մեքենան, որովհետև եթե տեսնում եք ձեր մեքենայի առջևով կենդանի է գնում, շուն կամ կատու, դες դիտավորել ձեր մեքենան մի քշեք այդ անմեղ անպաշտպան անօգնական կենդանու վրա, շրջանցեք կենդանուն, որպեսզի չվնասեք, իսկ եթե տեսնում եք փողոցային կենդան, դրսի կենդանիներ, թափառական կենդանիներ, կոչ եմ անում, որ չվնասեք, կերակրեք, կարեկցեք կենդանիներին, քանի որ ասեմ, որ շատ ու շատ կենդանիներ մարդուց շատ ավելի հավատարիմ են ու շատ ավելի նվիրված են, այո, դա իրավամբ պետք է փաստեն, որ դա ճշմարտություն է։ Օրինակ, մարդը մարդու նկատմամբ չի կարող այդքան հավատարիմ եւ նվիրված լինել, որքան որ կենդանին կարող է նվիրված լինել մարդ արարածին, անարժան մարդ արարածին, այո։ Նաեւ, չգիտեմ, դուք եք դրա մասին, թե չէ, Ճապոնիայում չեմ հիշում, որ քաղաքում հատուկ մի հատ հավատարիմ շանը նվիրված արձանական գնեցված, հենց այդ շան կերպարանքով, ու այդ վայրը համարվում է ճապոնացիների համար սրբավայր, սրբատեղի, որը որ շուրջօրյա հսկվում է Ճապոնիայի ոստիկանության կողմից այդ շան արձանի տարածքը, ուրեմն մի հատ մարդ ինքը շուն է ունենում ու դասախոս է լինում այդ մարդ։ Սա իրական պատմություն է Ճապոնիայում է տեղի ունեցել։ Ու երկաթգծի հարևանությամբ է բնակվելիս լինում այս մարդը դասախոսը, հետո որ դասախոս ու այս ունեն հավատարիմ շուն, անունն էլ Հաչիկո։ Այս մարդը երկաթգծի կայարանով գնացքով միշտ գնում էր աշխատանքի վայր, վերադառնում էր տուն։ Շունն էլ իրան միշտ երկաթգծի մոտ հավատարիմ միշտ սպասում էր իր տիրոջը, որ տերը վերադառնում էր, շունը ընդառաջ էր նետվում իր տիրոջը, տենց ուրախ միասին տուն են գալի։ Հետո տերը որ մահանում է սրտի ինֆարկտից, այդ շունը 10 տարի շարունակ ուղիղ ամեն օր անձրևին, սրտին, կարկուտին, կայծակին, այդ նույն տարածքն որտեղ որ նախկինում սպասելիս է եղել իր տիրոջը, այդ նույն տարածքից երբեք չի հեռանում այդ շունը, այդքան նվիրված է լինում իր տիրոջը։ Ուղիղ 10 տարի այդ շունը անձրևին, ձյանը, սրտին իր տիրոջը սպասում է երկաթգծի կայարանը, ու արդեն շունը ծերանում է, շունն էլ է իր բնական մահով սատկում, անկում է շունը ու Ճապոնիայի կառավարությունը հանուն այդ շան նվիրվածության արձանակառուցում ու այդ վայրը համարվում է սրբավայր ճապոնացիների համար, որ ինչպես արդեն նշեցի, ոստիկանության կողմից շուրջօրյա հսկվում է, որպեսզի հանկարծ որևէ ինչ-որ մոլագարի կողմից այդ սրբավայրը չպեղծվի, շան արձանը չվնասվի։ Լավ կլիներ, որ Հայաստանում էլ նման դեպքեր լինեին, որ Հայաստանում էլ նման կերպով գնահատեին կենդանիներին։ Ձեր YouTube-ի գցած շան կոմենտարի գրել է շատ լավ են անում եւ այլը, երեխեք իրականացում, այսինքն շանը որ գցած քարշ են տալիս, լավ են անում, ու ասնա բանը, որ բաթողան երեխաներին կծեն, 2 թե 3 տարեկան երեխու մասին էր խոսում, ես իհարկե իրան պատասխանեցի, որ նախ 3 տարեկան երեխան ինչ գործ ուներ դրսում ծնողների, երկրորդն էլ ասի իմ երեխուն էլ շունը ասենք հարցակվել է վրեն, բայց դա երեխու մեղավորություն էր, որովհետև շան պոչն էր քաշը, իհարկե պետք է նա մեծ շուն էր մի քիչ, պետք է հետ դառնա չանգեց էլի, սենց դեմքը, բայց որ երեխուն ասում ես չի կարելի շան պոչը քաշել կամ ձգել կամ մասը, իհարկե նա պետք է գծի կամ ականջել իր խոսքի։ Մուշանն էլ դե ավելի հասկացնում ես, որ դրա համար մանուկ հասակից երեխան պետք է դաստիարակ էր, որ այսինքն կենդանու նկատմամբ պետք է երեխու մեջ սեր սերմանել դեպի կենդանին, մանուկ հասակից, որպեսզի երեխու ենթագիտակցության մեջ արդեն արմատավորվի այդ
համոզմունքը, գաղափարախոսությունը, որ շանը պետք չի վնասել։ Օրինակ, եթե դու փողոցով գնաս, ինչ-որ մեկը քեզ առանց որևէ պատճառի փորձի հարվածի, պարզավոր դու դրան ագրեսիվ կարձագանքես, չէ՞, խելոք հո չես կանգնի ասես մի հատ էլ արի խփի։ Նույն ձևով շունը, եթե շանը անմեղ տեղը մարդը նեղացնում է, այդ շունը արդեն իր ինքնապահպանման բնազդից ելնելով արդեն պաշտպանական ռեակցիա է դրսևորում շունը։ Այդ շան պաշտպանական ռեակցիան դրսևորվում է ագրեսիայի տեսքով, որ նույնը մարդն է, մարդն էլ է նույն ձևով արձագանքը իր նկատմամբ դրսևորված բռնությանը, նույն ձևով շունը։ Օրինակ, այսքան ժամանակ անկեղծ եմ ասում, հիմա ասում եմ շատ մարդիկ չեն հավատում։ Իմ վրա ոչ մի շուն հարձակված չկա, բացառվում է, նման բան չի եղել։ Եղել են թեթև հաչացել են շները իմ վրա, այնպես պատահական շներ, որ դե ես հեծանիվ քշել շատ եմ սիրում, որ հեծանիվով մի քիչ արագ քշում եմ, շները կարող է հետևիցս վազել, սկսեն հաչալ։ Մենակ այդքանը, ասել, բարձա ոչ հարվածում եմ, ոչ խփում եմ, ոչ մի բան չեմ անում։ Հաչում են ու փախնում են։ Պետք է շան հետ էլ կարողանաս լեզու խփես, ոչ թե շանը խփես, չգիտեմ, քաշես, կամ սպանես։ Այդ ինչ է, Ստեփանավանի հենց քննչականի դեմը դուք եք տեսել, դուք ասացիք, ու ոչ միայն դուք, այլև շատերն են դիտել այդ տեսանյութը, որ ինչ որ մեկը այն էլ կենթանասեր էր, այդ էլ ասեմ, որ կենթանասեր, ինչ որ կենթանասերի կազմակերպության ներկայացուցիչ էր դա։ Այդ շան հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորող անձը հենց կենթանասերի կազմակերպության ներկայացուցիչ է եղել։ Ես որ դիմեցի ոստիկանությունը բարձեց այդ անձի ինքնությունը, բան։ Դրա համար ես էլ այդ դրվագը ուղարկել եմ Երևանի կենթանաբանական Մելիսեքսյանին ուղարկել եմ։ Իմ այդ տեսանյութը իդեպ հանդրության շրջանում բավականին լայն արձագանք է ստացել։ Facebook-ը արդեն իսկ այդ տեսանյութը ունի 230,000-ից ավել դիտում։ Այսինքն այդքան մարդ դիտել է այդ տեսանյութը ու գրեթե բոլորը գովեստի խոսքեր են գրել։ Իմ այդ տեսանյութի մեկնաբանություններում նկարել ենք YouTube, որ մի եւի 10 տարեկան երեխա կներ տղա, մոսնի վրա կայնած է ու մի այսքան շան ցակ քոթոտ։ Սենց բռնում է ու գցում է ջուրը։ Հա, ես տեսել եմ, հա, որ շունը լողալով լողալով արդեն չգիտեմ, բայց այդ դրվագը Մելիսեքսյանն էր գրել էր, որ ծնողներ ովքեր են թող արձագանքեն։ Այսինքն իրանց ծնողների վատ դաստիարակության արդյունքն է դա, որ երեխեն մանուկ հասակից արդեն բռնության է դիմում դեպի կենդանին։ Դա գալիս է ծնողի վատ դաստիարակություն։ Հիմա այս բանին մի հատ շուն կա փոքրիկ սենց։ Երեխեքս դեռ սեփականատունը վերցրել են ու իրան տուն են սարքել ու իրան պահում են այդ շանը։ Կերակրում են արդեն տան շունը։ Ես էլ այս վերջերս 3 հատ փոքրիկ փիսոյ ձագեր գտա, անտուն լքված, ինչ որ մեկը բերել էր, տենց բախտի քմահաճույքին էր թողել այդ 3 հատ փիսիկներին, ես բերել եմ, հիմա պահում եմ այդ փիսիկներին, դրան մասին էլ ունեմ տեսանյութ իմ YouTube-յան ալիքում, չգիտեմ դա նայել եք թե չէ։ Ու նաև շունել եմ պահում ես ու զարմանալին է, որ այս շունն է, դաժե նկարներն են, ունեմ հեռախոսիզմներ։ Ու զարմանալին է, որ իմ շունը համ չի վնասում այդ փոքր փիսոյ ձագերին, փիսիկներին, համ էլ պաշտպանում է մյուս շներից, ասենք եթե մի հատ ուրիշ շուն ուզում եմ մոտենալ այդ փիսոներին, այդ շունը իմ շունը արդեն հարցակվում այն օտար շների վրա ու չի թողում որ գան այդ փիսիկներին նեղացնեն, այդ ձևի խելացի շուն է իմ շունը։ Դաշե մի հատ կատ ունեի, ես կատու ավելի շատ եմ սիրում, ասենք տանն էի պահում։ Կուզենք այդ փիսիկներից մեկը տամ ձեզ պահեք։ Այստեղ չեմ կարող, ասենք առավոտը գնում եկի իրիկ ունեմ գալի։ Հա ինքը խելոք խաղա տանում, ոչինչ։ Ունեի կատու շատ էի սիրում, դաշե տեղից մեջ էլ էի քնասնում այդ կատուին։ Մի անգամ սար եմ գնում, բանաձևի, դեղ էի, ուր գնում էի հետս տանում էի մի խոսքով կատուին, թողել է գյուղ եկե, մամանց մոտ էի թողել, ու մի տեղ էլ շուն կար տարածքն, կատու խեղտող էր էլի։ Հա, շաներ կանուն են այդ հատկությունը ցավոք։ Գիշեր որտեղ կատուն դուսա գնացել, էլ ներս չի եկել էլի։
մի երկու օրից գնացի արդեն, մեկ էլ հաց եմ ուծում, տեղա կատուն։ Սենց մտքովս անցավ, ասում եմ, մամ կատուն ուրա։ Իրանք չեն ասում, որ շունը խեղդել է, էդի գիշերը։ Всё, այդ հացը թողի, ոչ էլ այդ հացը կերա։ Ասում եմ, պետք է տարեներ քուրս թաղել էր։ Այնտեղ փոսեր արել, գետի ափին ու թաղել։ Դից հետո այդ մի քանի տարի ոչ մի կատու է չէի պահում։ Չէ, իմ շունը բարեբախտաբար ագրեսիվ չի կատուների նկատմամբ։ Հետո այդ Զորագյուղում էի դերնում, այս Ղարաբաղի զորեք էլ այդ Զորագյուղում էի դերնում։ Մի հատ Արարատի մարզից ուսուցչուհի իմ դասավանդիրով եկել էր այդտեղ ծրագրով դասատու 2 տարով դասավանդում էր այդտեղ դպրոցը։ Մեկ էլ մի հատ տնօրենն ասել էր, քանի որ մենակ չմնաց, մի հատ կատի ձակ տան պահել, հետո կզրուցես բան։ Հետո ինքը որ գնում էր բան, իրանց տուն էր գնում, եկավ ցենտրը այդ Անահիտ ասեց, հա, այս ձակին գնայես, մինչև ես կգամ էլի, ասի հա, այս փոքր դող էր մի հատ։ Պահեցի մի հատ կատուն մեծացավ էլի, եկավ տվի իրան, ինքը էլի գնում էր նորից ինձ էր տալիս, այնց ու մնաց ինքը մեր տանը։ Իմիջիայլոց կենդանի նաև մարդուն սթրեսից էլ է հանում։ Օրինակ, եթե այնց խորը դեպրեսիայի ընկճվածության մեջ ես լինում, հələ փորձի մի հատ կենդանու ձակին շոյես, դες ոնց ես այդ քո սթրեսը հաղթահարում։ Այսինքն կենդանիները այդ հատկությունն էլ ունեն, որ նպաստում են, որ մարդը դառնա էլ ավելի սթրեսակայուն այդ դեպրեսիաների նկատմամբ։ Այս շունն էլ ունեինք, ինքը պիճուր քոթոթ էր, մեծացող սենց շուն էր։ Կարակ ցուցադրի։ Տեսա։ Մի քիչ մոտեցեք դեռ տեսախցիկին։ Տեսա շունը։ Ասենք միշտ մենք կապած ենք, մեր շնեն կապած ենք պահում, որովհետև որ մարդկանց ասենք այդ ճանապարհով անցնում են, վնաս չկա էլի։ Իրան տեղեցին ինչ-որ չգիտեմ ոնց։ Հա։ Իվարու սատկեց։ Չգիտակա ով է թույն է շանը։ Դե իր այս շան մայրը մի երկու տուն են կոմեր, ոնց որ իր շունը ծնել էր, իրանցից էինք այդ շան ձակին վերցրել, մենք ենք պահում։ Հա, դե մենք շատ լավ ենք շուն պահում։ Այդ դեպքը որտեղ է շանը թույն է, երբ։ Շուտ է եղել, և 21 թվին։ Մոտ 4 տարի առաջ։ 21-22 թվին է եղել, բայց թե ինչ է շպրտել, դե ասենք տանը չեն եղել, գցել են շունա դեմելի։ Սենց եմ շան հետ նկարվել նույն շուննախ։ Շատ ողջունելի է, որ դուք եք կենդանասեր։ Էս այդ կատունա փոքր դողը արդեն մեծ է։ Ցավոք սրտի սատկել են, հիվանդացավ բայց ինքը։ Բայց մի էլի կատուներ ունենք իրան փոխարինող տանը։ Բայց որ հանկարծ ուզեք մի ու ասենք որ թե մենք ենք այդ կատուին բերել, իրանք են եկել մեր տուն։ Էս հիմա որ կան, իրանք են եկել երկու եկել են ուտեղ հայաթը մնում են։ Դրանք տանը չեն էլ կեղտոտում ավազես դնում, իրանք իրանց ավազի մեջ անում են։ Այդ իմ կատուն որ կար այնքան խելաց էր, որ դրան դեմը կայնում, սկսում լավին, ուզում էր գնալ։ Ասում դուրը բացեք գնամ։ Դուրը բացեք գնամ։ Այ հիմա սա կամեր հայաթմա ինքը։ Գանթուրո։ Չէ, սենց փոքր շունա, բայց արչավկի սորտ է։ Շատ խելաց։ Խելաց է դու արչարկիկը вообще խելաց։ Հիմա որ գնա ուրիշ մարդ է ճանապարհով գնում, սկսում է հաչալը։ Կապած են միշտ պահում իրան։ Հա, որովհետև գյուղում կա իշներ իրանից մեծ, ինքը հնյա տարիքով շուն է։ Հա։ Կարող է գզել էլի, գզել սատկի։ Հա։ Ժամը մենք սրան կապած ենք պահում։ Ու շատ խելաց է։ Հիմա որ եթե ես գնամ գյուղ տուն, հեռավորության վրա զգում եմ, որ ծանոթ մարդ է գալիս, սկսում մարդը բռնալը, պոչը, դե իհարկե առաջին ուրեմ շան մոտ նոր գնում տուն։ Ղարաբաղել ունենք, շուն էլ կատուել։ Չեք բերել հաց էր հետ։
Կատուները չգիտեմ ինչերն է, մնացել են, բայց շունը պետք գցել էին ավտոն, այն թեժ պահերին էր, որ արդեն թուրքերը բաներ էին գցել, անօթաչը սարքելու տրակ հասնել այդ շունը ավտոյից փախավ։ Ոնց որ գիտես, ոնց ավտոն ոչ գնաց, ձեներից վախեցել է, շները վախում են, զորպայթյունի ձայներից վախում են շները։ Որ ավտոն գնալուց աղել լույս էր անջատած, մի քիչ էլ եթե ավտոն ուշ էր գնացել, այդ անօթաչուն տալու էր, ուտի մարդիկ էլ իհարկե ողջ չէին եղել ուսոր։ Այսինքն այդ զորպայթյունի ձայներից շունը վախեցել է, մեքենայից դուրս ացածկել ու կորել է։ Հա, կորել է։ Ափսոս։ Թե տարածքը մանդ է մնացել, թե հիմա ուրա։ Ու կայի նախագին շատ կենդանիներ, որ մարդիկ անասնումներով են զբաղվում, բան, խոզաբանա եւ այլը ոչխարներ, տենցախ թողել։ Հա, այդ գիտեմ, վաղտաբար այդպիսի բաներ եղել են։ Լավ, մի խոսքով, եթե լավելացնելու բան չունեք, ընդհատենք, ավարտենք ավելի ճիշտ, թե ընդհատենք, ավարտենք։ Առաջին ավարտենք։ Հետագայում, եթե այս պատմության հետ կապված կլինեն նոր զարգացումներ, այսինքն եթե պետական մարմինները կարձագանք են այս աղջկա կողմից բարձրաձայնված հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներին, եթե կարձագանք են եւ եթե խնդիրները կստանան լուծում այս տեսանյութի շնորհիվ, ապա ես հավաստիացնում եմ, որ ես այդ մասին նույնպես կբարձրաձայնեմ եւ պարտադիր կտեղեկացնեմ իմ հետևորդներին, նաեւ նշեմ, որ եթե պետական կառույցները նույն Ստեփանավանի համայնքապետարանը, գազի գրասենյակը, եթե կցանկանան այս աղջկա կողմից այս տեսանյութում արծարծված դիտարկումների առնչությամբ, եթե կցանկանան հնչեցնել իրենց տեսակետները, իրենց դիրքորոշումը, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում իմ YouTube-յան ալիքով եթեր հեռարձակել նաև Ստեփանավանի համայնքապետարանի եւ գազի գրասենյակի պատասխան դիրքորոշումը, նրանց դիտարկումները, նրանց տեսակետները այս աղջկա կողմից սույն եթերի ընթացքում արծարծված իր դիտարկումների առնչությամբ։ Այսքանը եւս մեկ անգամ ակնկալում եմ, որ այս եթերը անհետևանք չի մնա, ակնկալում եմ, որ պետական պատկան իրավասու մարմինները կարձագանքեն այս եթերում արծարծվող խնդիրներին եւ ակնկալում եմ, որ նաեւ ինչու՞ չէ, նաեւ Լոռու մարզպետարանի միգուցե նախաձեռնությամբ, միգուցե Լոռու մարզպետարանի միջամտությամբ կամ Լոռու մարզպետարանի հանձնարարությամբ միգուցե այս աղջկա խնդիրները կստանան իրենց լուծումները, ինչպես ճիշտ հասկացա, մի հատ հստակեցնենք իմի բերենք, ձեր բուն պատճառը նա էր, որ ոչ թե պետությունը ձեր տունը վերանորոգի, թյուրընկալումներից եւ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար հստակեցնենք, որ դուք պահանջում եք միայն, որ Ստեփանավանի համայնքապետարանը վերանորոգի այս շենքի տանիքը վերանորոգի, որպեսզի անձրևաջրերը չթափվեն ձեր բնակարան։ Հիմա ես որ սկսեմ ես վնասվածը ռեմոնտանեն, բարեբախտաբար էլի նորից պատմություն։ Հա, ու ջուրը նորից թափվելու է, ռեմոնտը փչացնի։ Վերևանեն, որ ես կայնեմ ռեմոնտ։ Այսինքն ինքնանպատակ կլինի, որ տանիքը այսպես առանց վերանորոգել թողնենք ու դուք ձեր տունը վերանորոգեք։ Դա կլինի ինքնանպատակ, որտեղ ձեր աշխատանքը ջուրն հանգնելու, նորից անձրևը գալու է, ռեմոնտը փչացնելու։ Դեռ մի ինքան ինչքան որ սարքած է, տանիքը դա արել են վարկերով։ Մի էլիտեն գնա վարկեր։ Դրա համար վարկերի համար կարելի է դատի տալ այն պետական իրավասու մարմիններին, ովքեր որ թերացել են իրանց անգործությամբ, թերացել են իրանց գործառութային պարտականությունների կատարման մեջ։ Դուք էլ այդ խնդիրները լուծելու համար վարկեր եք վերցրել իրանց պատճառով։ Հա։ Հիմա կարելի է պետական մարմիններին դատի տալ, ձեր վարկերը իրանցից բռնագանձվի։ Հիմա ասենք ես բանազոր որդին եմ գալիս, վաճառքի, այնտեղ ես զանգել եմ Երևան, արդյոք բանկերը գործարկանում են վթարային շենքերի հետ։ Իսկ բանկից պատասխանել են, որ ոչ։ Հիմա ուզում եմ հասկանամ, ասենք, այդ ոնց եղավ, որ սա վթարային շենք է կոչվում, ու Ստեփանավանի Յունիբանկը, մասնաճյուղը, գործարքը արել։ Ինչ գործարք։ Էստան գործարքը։ Ինչ գործարք։ Հիմա ասենք ես բանազոր որդին եմ գալիս, վաճառքի, այնտեղ ես զանգել եմ Երևան, արդյոք բանկից պատասխանել են, որ ոչ։ Հիմա ուզում եմ հասկանամ, ասենք, այդ ոնց եղավ, որ սա վթարային շենք է կոչվում, ու Ստեփանավանի Յունիբանկը, մասնաճյուղը, գործարքը
Սերտիֆիկատով, ասենք, գնելա։ Եթե Երևանից ասում են բանը ոչ վթարային շենքը չեն անում, բանկը գործարք չի անում։ Ու մենակ ունի բանկը չէ, մնացած բանկերն է։ Դա կոնվերսնել արել այս ծրագրով, չգիտեմ ՎՏԲ-ն այլա թե չէ, բայց էլի բանկեր կա, որ արել են։ Ուղղակի ստյան մասնաճյուղը հետաքրքիր, ոնց են, ինչն են եկել գնահատել։ Ընդդար ինձ ասում են վթարային շենք պետքա չեղնի, որ բանկը գալիս է գնահատում է, Եվրոպատուհանները, դռները, ռեմոնտը չէ։ Ուղղակի երևի ամենախոշոր բաներն է գնահատում։ Բայց այլ ոնց որ ոստելն ես վթարային շենք։ Ես էլ տեսա, մի անգամից որ շենքը տեսա, դրսից արդեն ասեցի դա, որ սա վթարային շենք է։ Այսինքն նաև ձեր պահանջը նրան նկարանում, որ Ստեփանավանի համայնքապետարանի կամտանիքը խնդիր ուներ ու տված է 21000 դոլար է ստանում։ Հա, կամտանիքը վերանորոգի Ստեփանավանի համայնքապետարանը, կամ էլ ձեզ հատկացնեն տանիքը վերանորոգելու համար անհրաժեշտ թիթեղ, նույն ժեշտերը։ Դուք պատրաստ եք ձեր միջոցներով վարպետներ, չգիտեմ, բանվորներ հրավիրել, ձեր միջոցներով տանիքը վերանորոգեն, եթե ունենաք անհրաժեշտ թիթեղ, ընդհանրապես թիթեղ եք ուզում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որ կոնկրետ այդ խնդրին լուծում տրվի։ Սա հենց Ստեփանավանի համայնքապետարանի գործառութային պարտականությունն է, որ շենքի տանիքը ապահովեն համապատասխան թիթեղով վերանորոգվի։ Այսինքն գոնե հատկացնեն թիթեղը, լավ չենք ասում վերանորոգեք։ Թիթեղը հատկացրեք, դուք կվերանորոգեք ձեր միջոցների հաշվին։ Կեսը Երևանից է այդ թիթեղը օբշին։ Ընդերից է զարգացված մեքենան բերել է։ Իսկ այն մնացածը, որ սենց կրշի վրա պետքա այս ծրարած է այս կրիշը, սենց պետքա ժեշտ ունի չէ, որոնց ջևը չմտնի մեջտեղով։ Դա էլ գնացել են Վանաձորի 3-րդ մասից են, հենց կրիշները, որտեղ որ սարքում են, ցեխից առել են, բերել են վարպետները, որ դնեն դրա վրա։ Պետել եմ առել։ Այլ պետությունը ոչ մի բան չի արել, համայնքապետարանը ոչ մի բան չի արել, ոչ մի ներդրում չի ունեցել։ Դուք այդ ծախսերը հոգացել եք ձեր սեփական ներդրումներով։ Դա իրանք որ ասում են ծրագրով, չգիտեմ, սենց ցուցակագրած է, որ կրիշները պետք է ասնա հերթով։ Հա, հերթագրված է։ Կգա հերթը ստանը։ Քո հերթը կարող 10 տարի հետո է գալի։ Կասեն խոսքի, քոնը սարքած է։ Ու կասեն խոսքի առաջ, բայց չեն ասես մարդ իր ուժերով արել է, մենք չենք արել, բայց պահանջում են, որ այդ բանի համար, բշտի համար գումար վճարեն։ Հասկանում եմ ինչ եք ասում։ Դե ես էլ պահանջում եմ, կգաք կսարքեք, գումարը կվճարեմ, չեք վճարել, չեմ վճարել։ Այդ բշտն դուք պայմանագիր ունեք կնքած, բշտի վարձավճարները վճարեք։ Ճիշտ ասած ես դա չգիտեմ։ Եթե պայմանագիր չունեք կնքած, դուք պարտավորվածություն չունեք այդ ձեր ասած բշտի համար, որը գումար վճարել։ 23 թվից չի մուծել, բայց ես արդեն այս տունը որ գնվել է, 23 թվից չի մուծել։ Նախքին սեփականատերը չի մուծել։ Չէ, չգիտեմ այդ նախինը մուծել է թե չի մուծել։ Բավարար օրենքով էսպես է։ Առողջարքի դեպքում պետք է այդ կոմունալը բշտի այնչա բոլոր վարձավճարները զրոյացվի, նոր առողջարքի պայմանագիրը կնքվի։ Իսկ եթե առողջարքի պայմանագիր կնքելը նախքան կնքելը դու այդ հարցերով չես զբաղվում, արդեն տունը ձեր բերողի վրա է մնում այդ ծախսերը։ Օրենքով այդպես է։ Այս տունը որ եկել եմ տեսել, որ պետք է առնենք, վարձով մնացողները կային։ Տան իսկական տերը Ռուսաստանում էր։ Ու դրանք էին վարձով մնում։ Կին ռուսեր, մարդը ոնց որ թե Ստեփանավանցի էր, իմ հասկանալով։ Միա երկու անգամ եմ եկել ու գնացել չեմ եկել։ Այս տունը որ ծախեցին մենք առանք, ոնց որ եկա թե հայրանք են վարձով, ասի դուք հեկը մնաք այստեղ, ձեզ դուրս չեմ անում էլի։ Այդ վարձը կփոխանցեք ընտեղ, ինձ կտակ էլի։ Այսինքն կեսույս էին տալի։ Իրանք ասեցին հա, բայց որ իրանք չեմ կոնկրետ չգիտեմ որ թվի դեկտեմբերի 25-ին իրանք առանց մեզ տեղյակ պահելու վեր են կացել փախետնից իրանքով էստան նախկին սեփականատերերը վարձով մնացողները
գնացել են Ռուսաստան, ամսի 25-ին մտան նոր տարի պետք անելու հետ կան։ Բալան ինչ վիդերնում են տվել, չերեզներով են տենց վերցրել, կոմունալը չեն վճարել, վարձը չեն տվել, 60,000 վարձ են տալի, ոչ մի կոմունալ չեն վճարել, դրան պելուս, գազը լևի քաշել էին, անբարեխիղճ վարձակալներ են եղել, ջուրը լևի քաշել, դե շուտ էին երևի քաշել, ծակել էին ինչ են, չգիտեմ։ Բա դրա համար ինչ-որ տուգանքի չի Տուգանք եկել է, էլի մենք ենք մուծել։ Չէ, ոնց։ Դու կարաս դատարան դիմես, որ այդ տուգանքը չմուծես, որտեղ քո մեղքով չի։ Սխալ եք արել։ Դու պետքա դատարան դիմեի։ Եկել են չոչիկները ընդդեմ այդ վարձակալների, որպեսզի նրանցից բռնագանձվեր։ Որտեղ նրանց մեղքով է, չէ՞, այդ խնդիրներն առաջացել վարձակալների մեղքով։ Այդ կոմունալները ամսվա վճար կոմունալը։ Ընդեղից ուղարկել են, չգիտեմ ոնց մուծվել է, բայց այդ տուգանքները եկել է, մենք ենք արել մեր անունով, մեր վրա է եկել։ Իսկ այդ վարձով մնացել են, նոտարով ձևակերպվել է վարձակալության պայմանագիր։ Չգիտեմ իրանք ինչ պայմանով են վարձ։ Այ եթե նոտարով ձևակերպված լիներ, նոտարի մոտ կնքված լիներ բնականի վարձակալության պայմանագիր, արդեն այդ ծախսերը իր մեջ կներառվեր։ Դրա համար մարդիկ իրենց տունը վարձով են տալի, բոլորին էսը նոր կոչ։ Ձեր բնականի այդ վարձակալության պայմանագրերը պարտադիր վավերացրեք նոտարական կարգով, նմանատիպ անցանկալի իրավիճակների ձեռք մնալու համար։ Եվ պետությանը վճարեք հարկեր, այ որ նոտարով ձևակերպել, դա արդեն հարկեր է պետքա վճարես պետությանը։ Հիմա մարդիկ կանչել են տեսուչներին, այս չոչիկները հանվելատարել լաբորատորիա, զրոացվել, նորից բերել են տեղադրել ըստի, որ արդեն կոմունալները զրոյից ամսավճարը մուծել։ Եղավ, ունեք էլ ավելացնելու բան։ Դե այսքանով ավարտում ենք մեր եթերը։ Հուսով ենք, ակնկալում ենք, որ այս եթերը կստանա իր պատշաճ արձագանքները պետական մարմինների կողմից եւ ակնկալում ենք, որ պետական մարմինների կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ իմ զրուցակցի Անահիտ Սարգսյանի կողմից բարձրաձայնված հրատապլուծման կարիք ունեցող այս խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։ Այսքանով ավարտում եմ իմ եթերը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։